Պարոն Ղազինյան, քանի որ անդրադարձակ նիստի վարմանը, տեսեք, վիրավորանքը ինքը սուբյեկտիվ բան չի, օբյեկտիվ բան է։ Վիրավորանքը, կարմիր գիծը, օրինակ ոչ մեկի մոտ հարց չի առաջանա, չէ, որ օրինակ ես ասեմ եւ բոլորս ասենք, որ չի կարելի այստեղ կանգնել եւ մեկին ասել այս սրիկ է, դա օբյեկտիվորեն վիրավորանք է։ Բայց մարդուն իր ավազանի անունով դիմելը կամ իր հոգեվորական անունով դիմելը արդեն վիրավորանքի կամ բարեկեցության հարց չի, դա քաղաքական կամ գուցե նույնիսկ, չգիտեմ, եկեղեցական դիրքորոշման հարց է։ Եվ հետեւաբար դուք ասում եք օրինակ ամեն անգամ, երբ որ ձեր նշած անձին դիմեք ավազանի անունով, ես դա համարել եմ պրովոկացիա, եկաներեք նույն տրամաբանությամբ էլ կարող է պարոն Հովհաննիսյանի մեջ համարել հակառակն է կարմիր գիծ, կարող է իր համար կուսակրոնության ուխտը խախտածին եկեղեցական անունով դիմելն է կարմիր գիծ ու կարող է ինքն էլ դա համարի ներողություն։ Եվ հետևաբար հիմա կարող է ստեղծվել իրավիճակ, որ օրինակ ձեր նշած անձին, երբ ամեն անգամ, երբ որ եկեղեցական անունով դիմեն, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որը համարում է, որ ձեր նշած անձը կուսակրոնության ուխտը խախտել է եւ հետևաբար իրան հնարավոր չի դիմել այդ անունով, դա էլ համարի պրովոկացիա։ Եվ հետևաբար ես առաջարկում եմ չգնալ այդ ճանապարհով եւ այո, դուք բոլորդ արդարացիորեն կարող եք եւ պետք է ակնկալեք, որ այս ամբողջ չհնչի վիրավորանք եւ այս ամեն ինչ կանոն որպես լինի, բայց եկեք համաձայնենք, վիրավորանքներն է ինչ որ օբյեկտիվ է, ինչը որ քաղաքական դիրքորոշման հարց է, դա արդեն վիրավորանք չի կարող ի բնե մեկին իր ավազանի անունով դիմելը համարել վիրավորանք։ Կարող եք դուք դրան համաձայն չլինել, այո, դա ձեր իրավունքն է, բայց խնդրում եմ նիստերը չխաթարել։ Հիմա ես ինձ թվում է մեր դիրքորոշումը հստակ ներկայացրեցի նաև ինչպիսին կարող է լինել քաղաքացիական պայմանագրի պահվածքը, որը ես առաջարկում եմ այդ ճանապարհով